Ես կարծում եմ, որ թու այս երկու օրերը ված չի անում։ 9-րդ գումարման ազգային ժողովի նոր նախագահ Ռուբեն Ռուբենյանը գոհ է նորընտիր ազգային ժողովի առաջին երկու նիստերի ընթացքից։ Դրանք ըստ նրա անցնում են քաղաքակիրթ, բարեկիրթ կերպով։ Կարծում եմ, որ քաղաքական գործիչները կարող են կոչել հռետորաբանություն, կիրառել սուր հռետորաբանություն, բայց կարևորն այն է, որ այդ հռետորաբանությունը չհատի զրպարտության, զազրախոսության եւ անբարեկրթության կամ պարզ անդաստիարակության սահմանները եւ բնականաբար ես մնալու եմ այդ սահմանների մեջ, մենք մնալու ենք այդ սահմանների մեջ եւ ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւ ինչու ոչ, նաեւ մեր սիրելի եւ հարգելի լրագրողները կմնան այդ սահմանների մեջ։ Արդյոք Ռուբինյանը փոփոխություններ կանի ազգային ժողովի падգամավորների պարգևավճարների գործող համակարգում։ Պարգևավճարների առումով դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա։ Եվ ազգային ժողովը դրա մասը։ Սա է շարունակվելու։ Այսինքն այդ առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Պարգևավճարից հրաժարվելու պրակտիկա չկա ազգային ժողովում, նկատեց Ռուբինյանը։ Չկա նաև մեխանիզմ աշխատավարձից հրաժարվելու մասով, ինչի մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Ռուբինյանը շեշտեց, падգամավորը պետք է ստանա իր աշխատավարձը, իսկ հետագայում կարող է այն տնօրինել իր հայեցողությամբ։ Պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը եւ, չգիտեմ, տալ ինչ-որ մեկի, դա իր գործն է արդեն, նույնն էլ վերաբերվում է պարգևավճարներ, բայց աշխատավարձը ինքը պիտի ստանա եւ կստանա։ Մնացածը իրենց գործն է, ես կարող եմ ասել, որ մենք մեր խմբակցության падգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, համենայն դեպս ունենք, ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է եւ ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից, բայց չգիտեմ, եթե հարուստ լինեի, կարող է եւ կարողանայի, չգիտեմ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա այսինքն եւս մեկ ցուցիչ է, որ խնդիրները առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են։ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև նոր ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ Օրենքի համաձայն նորընտիր ազգային ժողովի առաջին էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի առաջին նստաշրջանի ընթացքում։ Ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով падգամավորներից մեծամասնությունից եւ ընդդիմությունից։ Առաջին նախագահ հանձնաժողովի կլինի, որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու 2 տարով, բայց հետո կթարմացվի բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, հետո 6 ամիս հետո իսկ տեղակալ ընդդիմությունից, հետո 6 ամիս հետո կփոխվեն եւ այսպես շարունակ։ Եվ արդեն երբ որ ստեղծենք, դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն, ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որտեղ նախկինում անդադ ասում էին ինչ-որ X հարցով էլի, ասում են ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողով, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում։ Սանկցիաներ էթիկայի հանձնաժողովում չեն լինելու, բայց ըստ Ռուբինյանի այն փաստը, որ падգամավորները գիտեն կա էթիկայի հանձնաժողով, եւ եթե իրեն խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Այլ հարցերից Ռուբինյանը չգիտի, թե իրեն ով է փոխարինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնացի պաշտոնում։ Նրա խոսքով, եթե կառավարությունն իր խորհրդի կարիքն ունենա, դա կքննարկվի, այլ թեկնածուի ընտրության հարցը կառավարության տիրույթում է։ Անդրադարձ եղավ նաև գերիների եւ պահվող անձանց վերադարձի մասով աշխատանքներին։ Գերիների եւ այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա։ Գերիների եւ պահվող անձանց վերադարձի հարցով աշխատանքները կընթանան նաեւ խորհրդարանի մակարդակով, այնպես ինչպես մինչ այժմ եղել է, ընդգծեց ազգային ժողովի նորընտիր նախագահը։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։